Բարև ձեզ դիտակետն ուղիղ եթերում է։ Կզրուցենք ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել այս տաղավարում։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Սիրով։ Պարոն Սողոմոնյան, առաջարկում եմ խոսենք Անտալիայի դիվանագիտական ֆորումից, որին մասնակցում է նաև Հայաստանը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, արդեն երրորդ անգամ, եւ ձեր թույլտվությամբ, քանի որ նա հարցազրույց է տվել, հանդիպումներ են եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եւ այսպես ասած արդեն ինչ որ մանրամասներ է հայտնել, փորձենք հասկանալ ինչ է ասել եւ միասին վերլուծենք թե ուր է տանում այս ամենը։ Նախ որպեսի ամբողջությամբ հարցազրույցը չընթերցեմ, խոսքը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին է եւ խաղաղության պայմանագրի։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ինչ է ասում Արարատ Միրզոյանը։ Այստեղ գաղտնիք եւ նորություն չկա։ Մեր մոտեցումն այն է, որ չկա եւ չի կարող լինել այնպիսի պայմանագիր, որը կհասցեագրի բոլոր հնարավոր հարցերը։ Խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը վավերացումն ուժի մեջ մտնելը հարաբերությունների ընդհանուր կարգավորման ու կառուցման միայն սկիզբն է լինելու։ Մանավանդ, որ այդ պայմանագրում մենք ունենք կետ, համաձայնագրում, որտեղ պետք է ստեղծվի երկկողմ հանձնաժողով, պայմանագրի իրականացումը մշտադիտարկելու, խնդիրները մեկնաբանելու, լուծելու եւ գտնելու համար, իսկ խնդիրներ վստահաբար կծագեն։ Հայտնի է, որ Ադրբեջանն իր դիրքորոշումն ունի այս հարցում, նրանք մասնավորապես երկու նախապայման են նշել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Մինսկի խմբի լուծարման հետ կապված մեր դիրքորոշումը պարզ է։ Մենք կարծում ենք, որ այն պահին, երբ հակամարտությունը դադարի գոյություն ունենալ նաև փաստաթղթով, իսկ դա կարող է լինել պայմանագրի ստորագրմամբ, այդ պահից սկսած կոնֆլիկտի համար ստեղծված Մինսկի խումբն այլևս կարիք չի ունենա շարունակել իր գոյությունը։ Մենք պատրաստ ենք միաժամանակ այդ երկու գործողությունն իրականացնել, այն է ստորագրել պայմանագիրն ու միասին հանդես գալ նախաձեռնությամբ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը դիմելով ԵԱՀԿ մյուս գործընկերներին։ Սահմանադրության հարցով եւս մենք մեր դիրքորոշումը բազմիցս նշել ենք։ Նախ, մենք համոզված ենք, որ մեր սահմանադրության մեջ չկա այդպիսի խնդիր, այսինքն տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, ավելին, Ադրբեջանի սահմանադրության մեջ կա խնդիր, այն է հղում իրենց անկախության ակտին, որը պարունակում է տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, պետք է նշել, որ հարցը լուծվում է բուն խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանագրով ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։ Այլևս չեմ շարունակի, հիմա փորձենք հասկանալ։ Նախ բնականաբար մեզ համար գաղտնիք չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև սահմանադրության փոփոխությունը։ Հիմա այստեղ ինչ որ նորություն ասում է Արարատ Միրզոյանը կամ նաև այս հանդիպումը, քանի որ Անտալիայի դիվանագիտական ֆորումին անդրադարձանք, ինչ կարող է տալ Հայաստանին։ Մի քանի բան ցույց տվեց Անտալիայի դիվանագիտական ֆորումը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումը առհասարակ միջազգային համակարգում Թուրքիայի եւ մասնավորապես մեծ մերձավոր արևելքում Թուրքիայի աճող քաղաքական ազդեցությունը, այդ ազդեցության աճը ի ցույց դնող միջոցառում է, որին այդպես շատ սիրով, հոժարակամ ձևով մասնակցում է Հայաստանի գործող վարչախմբի ներկայացուցիչները, իրենք դա ասում են նրա համար, որ մենք կարողանանք կառավարել իրավիճակը, կառավարել թշնամությունը կամ կառավարել հարաբերությունները, բայց իրականում ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք ամեն մի այսպիսի հանդիպմամբ, ամեն մի միջոցառմամբ եւս մեկ նահանջ, եւս մեկ հետքայլ։ Կոնկրետ այս Անտալիայի դիվանագիտական ֆորումի նահանջը, հետքայլը, զիջումը, որի դիմաց որևէ բան մենք չենք ստացել, այդ պարզեցված այդ կարգով մեղրի հատվածում երկաթուղին օգտագործելն է, որ իբրև թե էլեկտրոնային ինչ-որ սկաներների, տեխնոլոգիական ինչ-ինչ լուծումների միջոցով կարող են ադրբեջանական բեռները անարգել առանց մաքսային վերահսկման, անցնել Հայաստանի տարածքով, մեղրի երկաթուղիով եւ փաստորեն
Հայաստանի տարածքով անցնող բեռները Հայաստանի կողմից դիտարկման հնարավորություն չեն ունենալու։ Իսկ Թուրքիայից Ադրբեջան ինչ կարող է գնալ, ամեն ինչ կարող է գնալ, հա, այսպես գլխավոր նպատակը հուսանք այն չի լինելու, այդ կարճ տարածքով չգիտեմ, ինչ ասեմ, նարինջ կամ գուլպա չեն փոխադրելու։ Բոլորն էլ հասկանում են, որ այո, զենքեր էլ կարող են փոխադրվել, վտանգավոր տարբեր տիպի ապրանքներ էլ կարող են փոխադրվել, ամեն ինչ կարող է փոխադրվել, բայց անկախ այդ ապրանքի բովանդակությունից ինչ կարող է լինել։ Այստեղ կարևորագույն հարցը հետևյալն է, որ սրանով Հայաստանի ցամաքային տարածքի վրայով տեղի ունենում գործընթաց, որը Հայաստանի իրավասությունից դուրս է գալիս։ Այսինքն տարածքի այդ հատվածի նկատմամբ, այդ գծի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանությունը զիջում է, հա, հանգամանք որ այս իշխանությունները այս վերջին տարիներին կոկորտը պատռելով ասում էին չկա այդպես բան, մենք մեր տարածքից Հայաստանի Հանրապետության տարածքից մի սանտիմետր անգամ չենք զիջում եւ այլն։ Փաստացի Բայրամովի եւ Ֆիդանի հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներից հետո Արարատ Միրզոյանը հայտարարում է այդ մասին, դիմացը ինքնիշխանության, փաստորեն Հայաստանի ինքնիշխանության զիջման դիմաց ոչինչ չունենալով։ Ինքնին Հայաստանի ինքնիշխանության զիջումը հանցագործություն է եւ անգամ այդ խոսակցությունը չի էլ կարելի տանել, թե ինքնիշխանության դիմաց բա մենք ինչ ենք ստանում ինքնիշխանության զիջման, բայց երբ որ նայում ենք այս ամեն ինչի բովանդակությանը, իրենք ինչ են անում, իրենք տրամադրում են Հայաստանի ինքնիշխան տարածքը փաստորեն, դիմացը պարզապես ակնկալելով, որ Էրդողանական վարչակազմը կերաշխավորի, տեր կկանգնի իրենց, տեր են փնտրում, իրենց իշխանությունը երկարացնելու, երաշխավորելու դիմաց, եւ դա կլինի նորից հայ ժողովրդին սպառնալիքների միջոցով, այ որ մենք չընտրվենք պատերազմ կլինի, այ որ մենք իշխանություն չունենք, բան կլինի, խաղաղություն չի լինի, մենք շարունակելու ենք խաղաղություն։ Այս բանի վրա խաղալով, այս լարի վրա խաղալով իրենց իշխանությունը երկար։ Այսպիսով Անտալիան հերթական անգամ ցույց տվեց այն բարտերը հայ-թուրքական հարաբերությունների, հայ-թուրքական բարտերը, որ Հայաստան ինքնիշխանություն Փաշինյանական իշխանության դիմաց։ Այս կարելի է ուրեմն բանաձև որպես Անտալիայի հետ կապված ասել։ Իր մնացած բոլոր բաղադրիչներով հանդերձ, ինչպես օրինակ դուք նշեցիք, որ հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ են ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լուծարելու նպատակով դիմել այդ կառույցին։ Ինչ իրավունքով են պատրաստ։ Ով է տվել այդ իրավունքը։ Այդ իրավունքը ԵԱՀԿ Մինսկի խումբ ստեղծելու իրավունքը դա Արցախի ժողովրդի իրավունքն է առաջին հերթին եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որը որ ճանաչվել է միջազգային հանրության կողմից։ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշումների հիման վրա, ՄԱԿ-ի բանաձևերի, ՄԱԿ-ի համապատասխան որոշումների հիման վրա։ Այսինքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգայինորեն ամրագրված, ճանաչված իրավունք է եւ դրա իրավատերը հենց Արցախի ժողովուրդն է, այն ժողովուրդը, որին այսօր փախստական են դարձրել եւ ձգտում են նաեւ Հայաստանից էլ դուրս հանել, Հայաստանի Հանրապետությունից էլ դուրս հանել եւ այդ ժողովրդի իրավունքը ոտնահարելով, խախտելով հայտարարում են, որ պատրաստ են այդպիսի թուղթ ստորագրեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ուղղությամբ։ Դա նաև ոչ միայն Արցախի ժողովրդի, այլ նաև Արցախի հարցում հայ ժողովուրդը նույնպես իրավատ է, հայ ժողովուրդ ասածը ավելի լայն իմաստով, հա, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, այսպես ասենք, հա, որ մի քիչ իրավաբանական տերմինները պատշաճ ուրեմն կարողանանք պահպանել, նույնպես իրավատեր է եւ պահանջատեր է եւ այսպիսի հայտարարություն անելով այս իշխանությունները Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը իրենք չեն ներկայացնում հայ ժողովրդին։ Սա պետք է մենք մեզ մոտ ունենանք, ֆիքսենք
հա, որ հետագայում եւ բոլորն իմանան, որ իշխանափոխությունից հետո այս բոլոր հարցերը բարձրացվելու են, հա, չի կարելի, չի հնարավոր չի, այդպես իրենք չունեն այդ իրավասությունը Արցախի հարցը ուղղակի փակելու, ջնջելու։ Առանց արցախցիների, չասենք իմացության, բայց գոնե համաձայնության։ Ախր նախ ոչ մի արցախցիները չեն էլ կարող այդ ասենք համաձայնեն, ով կարող է համաձայնի, ասի, հա, գիտես ինչ, ես իմ տուն ու տեղը թողնում եմ Ադրբեջանին։ Ես իմ քաղաքական այդ կարևոր իրավունքը թողնում եմ Ադրբեջանին, անկախ ապրելու, իմ հայրենիքում ապրելու։ Այդ իրավունքը թողնում եմ Ադրբեջանին։ Այստեղ նաև խոսել է սահմանադրության փոփոխության մասին եւ ասել է, որ մոտավորապես հետեւյալն է ասել, որ այդ պայմանագիրը երբ որ կվավերացվի սահմանադրական դատարանի կանցնի վավերականացման այդ վավերացման համապատասխան գործընթացները դրական եզրակացություն կլինի։ Հա, եւ ենթադրություն է, իբրև թե ենթադրություն է արել, որ սահմանադրական դատարանը եւս դրական եզրակացություն կա, դա բնականաբար այդ ձևով արդեն իսկ կանխորոշելով, արդեն իսկ ունեցել ենք սեպտեմբերին այդպիսի մի դեպք։ Այն ինչ որ այո ունեցանք 2024 թվականի սեպտեմբերին Փաշինյան-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո, այնտեղ ժամերի ոնց որ հարց եղավ, սահմանադրական դատարանի այդ հայտնի ապօրինի որոշումը եղավ։ Եվ այսօր մենք ունենք իրավիճակ, որ սահմանադրական դատարանին էլ փաստացի սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական տպավորությունը, որ ուղղորդում էր Արարատ Միրզոյանը։ Մի կառույցի, որ ինչ ուզեն, են էլ կդակեն սահմանադրական դատարանով եւ հետեւապես մենք պետք է նաեւ սա էլ իմանանք, որ անգամ սահմանադրական դատարանի այդպիսի որոշումը եւ այն ինչ որ եղել է կանոնակարգի հետ կապված սահմանազատման եւ այն ինչ որ կլինի հայ-ադրբեջանական խաղաղության կոչված պայմանագրի հետ կապված լեգիտիմ չի լինելու։ Եվ նաև պետք է էլի չմոռանանք, էլի ասենք, որ այս իշխանությունները ժողովրդի քվեն 2021 թվականին խնդրեցին նրա համար, որպեսզի Արցախը պահպանեն, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքը իրացնեն, իսկ իրենք այսօր հայտարարում են, որ դիմելու են ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար, այսինքն վերացնում են միակողմանիորեն վերացնում են հայկական կողմը։ Այո, այսինքն սա հանցագործություն է, սա իշխանության յուրացում է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից, իշխանությունը կրողը ժողովուրդն է, որը իշխանությունը իրացնում է հանրաքվեների ընտրությունների միջոցով, ժողովուրդը իրենց ընտրության միջոցով հնարավորություն է տվել գալ իշխանության, իսկ այդ ընտրության բովանդակությունը եղել է այն, այդ բովանդակություններից մեկը, որ իրենք տեր են կանգնելու Արցախյան հարցին։ Իրենք ոչ թե տեր չեն կանգնում Արցախյան հարցին, այլ գերեզմանում են Արցախյան հարցը։ Սա նշանակում է, որ իրենք իշխանության եկել են կեղծիքով, խաբելով ու հետևապես յուրացրել են պարզապես իշխանությունը։ Ժողովրդի իշխանությունը իրենք յուրացրել են, որովհետև ժողովուրդը իրենց իշխանություն չի տվել Արցախի հարցը գերեզմանելու համար, իրենք յուրացրել են իշխանությունը, ինչը հանցագործություն է։ Եվ պարոն Սողոմոնյան, սահմանադրության հետ կապված, տեսեք ադրբեջանական կողմը հստակ ասում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետև տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, բայց Արարատ Միրզոյանը նշել է այս հարցազրույցում, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա կետ, որտեղ իրենք ունեն տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչն է խոչընդոտ հանդիսանում, որ Արարատ Միրզոյանն էլ ասի, թող Ադրբեջանը փոխի իր սահմանադրությունը։ Վախը եւ նաեւ այն պայմանավորվածությունները, ինչը որ իրենք ունեն։ Իրենք ես համոզված եմ, որ կգնան նաեւ այդ սահմանադրության համապատասխան փոփոխության, պարզապես այդպես այդ մասին այսպես են հիմա խոսում, մինչև որ իրենց հաշվարկներով կգա նոր ընտրություններ, այդ խաղաղության անվան տակ նորից կփորձեն իրենք վերարտադրվել, որից հետո անմիջապես ձեռնամուխ կլինեն այդ սահմանադրության փոփոխության, չէ՞ որ մեզ համար նորություն չի այդ մասին,
դա որ Փաշինյանը քանի անգամ է ասել, որ անկախության հռչակագիրը ես այս քանի անգամ վերընթերցել եմ եւ հասկացել եմ, որ դա Հայաստանի Հանրապետության չգոյության մասին է։ Սա արդյոք չի վկայում, որ իրենք Ադրբեջանի այդ պահանջն են, հանձն են առել անել, ուղղակի Ադրբեջանը այսօր ասում է, այսօր պետք է անեք, հենց հիմա պետք է անեք։ Փաշինյանն էլ հասկանում է, որ չի կարող, ժողովուրդը չի անելու դա։ Հիմա այս պահին դա չի անելու։ Ինքը իսկ Ալիևը դա չի հասկանում, որովհետև օրինակ Ալիևի համար այդպիսի բան գոյություն չունի, հա, ինքը ինչ որ ուզենա, այն էլ կանցկացնի Ադրբեջանում, այդպես է մարդը մտածում եւ Փաշինյանից էլ այդ ակնկալում, որ դու էլ քո երկրում, հա, ինչ որ ուզենաս, այդպես էլ կանցկացնես։ Այս տրամաբանությամբ են մարդիկ առաջնորդվում, Ադրբեջանը էս է պահանջում, բայց անկախ ամեն ինչից մի կարևոր հանգամանք էլ պետք է հաշվի առնել։ Անկամ եթե Փաշինյանը Ղազագիր էլ ստորագրի, որ սահմանադրությունն էլ կփոխի կամ երթում կտա եւ այլն այդ մասին, ադրբեջանական պահանջները շարունակվելու են, որովհետեւ վերջերս նաև հենց իրենց ադրբեջանական համայնք, այսպես կոչված, հա, արևմտյան ադրբեջանական համայնք կազմակերպության ղեկավարը այսպիսի արտահայտություն է արել, որ Ղարաբաղյան խնդիրը հայ-ադրբեջանական այս բարդ հարաբերությունների մի դրսևորումն է ընդհանրապես, այդ թշնամությունը 200 տարվա պատմություն ունի ու այդ 200 տարվա ընթացքում իբրև հայերը ադրբեջանցիներին միշտ զտումների եւ ցեղասպանության են ենթարկել եւ հիմա պետք է այնպիսի հիմնարար քայլեր անի Հայաստանը, որ իբրև թե երաշխավորվի, որ այլևս Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ բան չունի, հավակնություն չունի եւ այդ երաշխավորելն էլ պետք է լինի հենց արևմտյան Ադրբեջանի, հա, այդպես կոչված ադրբեջանցիների վերադարձով պետք է լինի, սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններով պետք է լինի։ Ասածը հետեւյալն է, որ ադրբեջանցիների մոտ ադրբեջանցի ազգի ձևավորումը process-ի մեջ է, ընթացքի մեջ է։ Նրանց այդ ազգակերտման գործընթացի համար անհրաժեշտ է ունենալ թշնամի։ Եթե նրանք չունենան այդ թշնամին, նրանց ադրբեջանցի շինծու ազգի մեջ տարբեր էթնիկ խմբեր կան, մշակութային, կրոնական նաև, հա, իրենց ներսում դեռևս այդ ունիֆիկացման գործընթացը գնում է եւ դրա համար իրենց պետք է թշնամի։ Իսկ ով է այստեղ այս տարածաշրջանում իրենց ամենահարմար թշնամին, բնականաբար մենք ենք։ Մենք պետք է սա այսպես հասկանանք եւ դարեր առաջ են այդ process-ի միջով անցել, չէ՞։ Հասկանանք, որ այս օրակարգի պայմաններում նման քայլ առ քայլ զիջումներով ադրբեջանցիների համար ամրագրել նոր տրամպլիններ, դիվանագիտական նոր հաղթանակներ հետագայում հայ ժողովրդի համար հետադարձ անելը, իրավունքների համար պայքարելու շատ ու շատ անբարենպաստ վիճակներ են հանդես գալու։ Ցավոք սրտի թշնամու որպես պետություն կայացման մեջ Հայաստանը կունենա շատ մեծ ներդրում։ Այո, Փաշինյանը եւ դրա բանը կլինի, դրա գինը կլինի պարզապես սեփական իշխանության պահպանումը խաղաղության անվան ներքո, բայց ժողովրդին միշտ էլ վախեցնելու են պատերազմով։ Իհարկե Արարատ Միրզոյանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին եւ ի տարբերություն Ադրբեջանի նշել է, որ Թուրքիայի հետ համագործակցության ավելի մեծ հեռանկարներ կան։ Դա խոսք է գնացել նաև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ովքեր ունեն դիվանագիտական անձնագիր եւ այլն, իհարկե մենք հասկանում ենք, որ այդ երրորդ երկրների քաղաքացիները հիմնականում ովքեր են լինելու եւ մի շարք այլ այսպես հա կոմունիկացիաների բացման մասին է խոսել Թուրքիայի հետ եւ ավելի դրական քողի տակ է ներկայացվել մինչեւ բուն այս հարցին անդրադառնալը գիտեք ինչ հարց ինձ մոտ առաջացավ, երբ մենք խոսում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ավելի կտրուկ է լինում մեր արձագանքը, բայց հայ-թուրքական հարաբերությունները կարծես թե ավելի այսպես այդքան կտրուկ չենք ընկալում, չնայած ցեղասպանվել ենք Թուրքիայի կողմից եւ այլն, կարող է գալ մի օր, որ հայ-ադրբեջանական այդ հարաբերությունների կամ հայ-ադրբեջանական մերձեցմանը մենք ավելի այլ կերպ արձագանքենք, այսինքն
կտրուկ արձագանք չլինի մեր կողմից։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների Երբ խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին, մենք հասկանում ենք, որ այնտեղ կարող են լինել, որովհետև մենք այնտեղ ունենք հայ համայնք եւ այլն, հայերը այնտեղ են, բայց երբ խոսում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, օրինակ մենք չենք պատկերացնում, չէ, ինչպես պետք է լինեն այդ հարաբերությունները, ասի ավելի կտրուկ ենք արձագանքում, չգիտեմ, վերքերն են թարմ դրանով է պայմանավորված։ Իհարկե։ Այդպես է, որովհետև այո, կոնֆլիկտի պատմությունը շատ թարմ է, բացի այդ էլ նորից ես շեշտադրեմ, որ ադրբեջանցիների մոտ հակահայ տրամադրությունները այս պահին շատ ավելի գործառնական են, որովհետև իրենց մոտ գնում է ազգակերտման գործընթաց։ Իրենց մոտ գնում է այդ գործընթացը եւ Հայաստանի հանդեպ թշնամությունը շատ ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրված եւ Թուրքիան նայեք, Թուրքիան ինքը ավելի մեծ պետություն է եւ իր քաղաքական ուղեծիրը մեծ տարածքի վրա է, մեծ մերձավոր արևելքի վրա է եւ Հայաստանը մի մասն է դրա համաթուրանականության ճանապարհին խոչընդոտ, որպես այս հանգամանքով է նայում Հայաստանի հարցին։ Իսկ Ադրբեջանի պարագայում Ադրբեջանը ավելի փոքր է, նրա արտաքին քաղաքականության ուղեծիրը ավելի փոքր է, այդ ուղեծրի մեջ հայկական գործոնը իր համար շատ ավելի բան է, մանավանդ որ շատ ավելի ազդեցիկ է, մանավանդ որ 2.5 տասնամյակ Հայաստանը փաստորեն Արցախի հարցում Արցախը հայկական էր եւ այսպես պարտվածի բան կար։ Դիրքերից էինք խոսում Ադրբեջանում։ Պարտվածի հոգեբանություն կար իրենց մոտ, այս հանգամանքն է։ Հիմա գալով բուն հայ-թուրքական օրակարգին եւ Արարատ Միրզոյանի այդ հայտարարությանը, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կարծես ավելի այդպես համագործակցության հեռանկարները մեծ են։ Հեռանկարները համագործակցության մեծ են։ Վերջին հաշվով Թուրքիայի մոտ չի փոխվել այն դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների որակն ու բնույթը կախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Այսինքն տակտիկական առումով գուցե կարող է ավելի մի քիչ այսպես ավելի անկաշկանդ են շփվում թուրքերի հետ իրենք, ավելի, չգիտեմ, իրենց շփումներում հումոր կա կամ ավելի քիչ են իրենց ձեռառնում։ Այդպիսի բաներ գուցե հնարավոր լինի թուրքական կողմի մոտ, որովհետև թուրքերը լավ դիվանագետներ են իհարկե, բայց ռազմավարական առումով մեծ տարբերություն չկա։ Ի վերջո Ադրբեջան պետությունը թուրքական պրոյեկտ է։ Այդ պետությունը 1918 թվականին Թուրքիայի կողմից է ստեղծվել Թուրքիայի հեռահար նպատակների համար։ Իսկ Թուրքիան ունենալով կայսերական ավանդույթներ, նրա արտաքին քաղաքականության պլանավորումը հարյուրամյակների է, հա, այդպիսին է Թուրքիան եւ Ադրբեջանը այդ հարյուրամյակների պրոյեկտի մեջ տեղ ունի եւ այդ պրոյեկտը իրականացվում Ադրբեջանը պրոյեկտի մեջ տեղ ունի եւ այդ պրոյեկտը իրականացվում է եւ այս պահի դրությամբ թուրքախոս պետությունների կազմակերպության ձևով, որի համատեքստում հենց այս Զանգեզուրի միջանցք կոչվածը հենց առաջին հերթին Թուրքիայի պահանջն է, Թուրքիային պետք է կող բան է, ոչ թե Ադրբեջանի առաջին հերթին։ Եվ ամեն ինչին զիջող Հայաստանին շահագրգռելու, սիրաշահելու համար բնականաբար Թուրքիան կարող է մի քիչ ավելի մեղմ այդպես սիրաշահողական քաղաքականությամբ հանդես գա, ձգտելով տարածաշրջանում հաստատվել որպես միակ գերտերություն, տարածաշրջանային գերտերություն, որովհետև վերջին 1.5 տասնամյակում հետևողականորեն մենք տեսել ենք այս տարածաշրջանում օրինակ ռուսական ազդեցության թուլացում եւ թուրքական ազդեցության բարձրացում, հիմա ինչ որ այդպես երկուսն էլ կան այս տարածաշրջանում, բայց տենդենսը բնականաբար Թուրքիան ջանալու է անելու ամեն ինչ, որ տարածաշրջանում հարավային Կովկասում ինքը մենիշխան լինի, հա, իշխանությունը, իր գերիշխանությունը ոչ մեկի հետ չկիսի։ Ու այս համատեքստում, երբ որ Արարատ Միրզոյանն ասում է Թուրքիայի միջազգային քաղաքականության վերաբերյալ Հայաստանի ու Թուրքիայի մոտեցումները ահագին նման են, սա արդեն շատ հետաքրքիր հայտարարություն է անում։ Սրանով ցույց է տալիս, որ Հայաստանը փաստացի համաձայն է թուրքական
գերիշխանությանը այս տարածաշրջանում, որովհետև երբ որ նայում ենք Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում, Իրաքում, որ տեսեք, ասենք հիմա Սիրիան զգալի մասով Թուրքիայի սիրիական իշխանությունները Թուրքիայի հովանու ներքո են, փորձում է այդպես անել, որ Իրաքում քրդական գործոնը, ասենք, բան լինի, թուլանա, Սիրիայում ներողություն քրդական գործոն չլինի, քրդերի դեմ բան է տանում, կամպանիա իրականացնում, փորձում է անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Իրանը իր ազդեցությունը թուլանա, ռուսական ազդեցությանը դիմակայում է մեր տարածաշրջանում։ Թուրքիան հանդես է գալիս, նաև Էրդողանը մի քանի անգամ խոսել է այն մասին, որ Թուրքիան ՄԱԿ-ում, մոտավորապես այսպես ձևակերպեմ, պետք է լինի մահմեդականների ներկայացնող պետությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում որպես մշտական անդամ եւ գուցե սրանել է համաձայն Հայաստանի Հանրապետությունը իդեմս այս իշխանությունների որ եւ պարզ է դառնում այս Միրզոյանի այս խոսքից պարզ է դառնում որ իրենք որպես տեր են ընդունում Էրդողանին նրա հովանավորությունն են ընդունում եւ հետեւապես նրա օրակարգով էլ շարժվելու են։ Պարոն Սողոմոնյան, ձեր վերլուծության մեջ պարզ դարձավ, թե եթե սահմանն է բացում, եթե հայ-թուրքական հարաբերությունները ավելի են, այսպես ասած, դրական քողի տակ է ներկայացում, մերձենում են, լավ, ի վերջո հասկացանք, թե Թուրքիային դա ինչ կտա, բայց Հայաստանին ինչ կտա, սահմանների բացումը, Թուրքիայի հետ արդեն միգուցե նաև դիվանագիտական հարաբերություններ կլինեն, դա ինչ կարող է տալ Հայաստանի Հանրապետությանը դրական առումով։ Հայաստանի Հանրապետությանը հայ ժողովրդին ոչինչ չի կարող տալ։ Թույլ Հայաստանի եւ ուժեղ Թուրքիայի միջև այսպիսի հարաբերությունները հայ ժողովրդին ոչինչ չի կարող տալ։ Իրավիճակը այլ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետությունը այսպես նսեմացված չլիներ, ներքին այս պառակտումը չլիներ, ավելի ուժեղ, ավելի կենսունակ պետություն լիներ եւ բնականաբար այո, պետք է Թուրքիայի հետ հարաբերես բացարձակ այն տեսակետին չեմ, հա, որ մենք պետք է բան անենք, չկարգավորենք հարաբերություններ, պետք է կարգավորենք, բայց այստեղ այդ կարգավորման գործընթացի մեջ շահ պետք է, մեր շահը պետք է ունենանք։ Իսկ այստեղ մեր շահը չի, իմ եւ ձեր շահը չի, Լուսինե ջան, այստեղ Փաշինյանի, Միրզոյանի շահն է, նրանց իշխանության մնալու շահն է։ Նաև Հայաստանի շահը չէ։ Դե Հայաստանի շահը չկա այդպես, որպես այդպեսին Հայաստանի շահը չկա։ Հայաստանի շահը չկա, որովհետև ամեն մի այդպիսի իբրև թե բարեկամական քայլ սահմանի բացում երրորդ երկրների համար, չգիտեմ ինչ, թուրքերը այդ ամեն ինչի դիմաց շատ բաներ են կորզելու։ Հիմա ասում էին, որ 2 տարի առաջ, ասում էին, որ առանց նախապայմանների, 3 տարի առաջ առանց նախապայմանների կարգավորում են անում հարաբերություններ։ Ինչ առանց նախապայմանների, երբ որ իր արչև Թուրքիայի, Հայաստանի արչև դրած 3 նախապայմաններից 2-ը արդեն իսկ կատարվել են։ Մեկ, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ եւ ոչ մի հայ այլևս Արցախում չկա։ Այդ էր, չէ, Թուրքիան ուզում տասնամյակներ շարունակ, որ սահմանը փակել էր, մեզ ճնշում էր, ասում էր Արցախը ճանաչեք Ադրբեջանի մաս։ Ճանաչված է եւ այնտեղ հայ չկա։ Այս մի կարևորագույն հարց է, այսինքն հայ ժողովրդի բնակեցման արեալը փոքրացել է հոգուտ թուրքական, թուրքախոս, հա, ժողովրդի խոսքով։ Եվ երկրորդ ցեղասպանությունը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցը հայտարարվել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական համար առաջնահերթություն չէ։ Այս նախապայմաններն արդեն իսկ բավարարված են ու այդպեսի մի գլուխ գովալով են խոսում, ինչ որ երևի մի երկու հատ ժպտացել են իրենց, մի երկու հատ այդպես ջերմ խոսքեր են ասել, խրախուսել են, ոգևորել են։ Մինչդեռ ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով հենց Թուրքիան Անկարան հիշեցնում է իր հիմնական նպատակների մասին, հա, հիմնական։ Այդպես։ Շատ լավ։
Խոսենք նաև մեր արցախցիների մասին, իհարկե գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ 2023 թվականին ինչը Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն իրականացրեց Արցախում եւ մեր արցախցիները բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, իրենց բնորանից, այստեղ հիմնականում իշխանությունների եւ նրանց սատարողների կողմից ցավոք սրտի այսպես տերոր սկսեց արցախցիների նկատմամբ, վիրավորական խոսքեր, չեմ ուզում շատ դրա մասին խոսել, բայց կարծում եմ դա իրականություն է եւ այսօր երբ արցախցիները ոտքի են կանգնել իրենց իրավունքների պաշտպանության համար, Եվս շարունակվում է այս քաղաքականությունը, հիմնականում այդ օգնությունը, որ տրվում էր արցախցիներին 50+10, դա այլևս չի տրվելու, որքանով ես տեղյակ եմ, ընդամենը խոստացել էին, որ այն ակցիաները, որոնք կազմակերպում են մեր արցախցիները, դադարեցվեն եւ մեկ ամսով եւս կերկարաձգվի այդ օգնությունը, որոնք տրվում է նրանց, արցախցիները ոչ միայն այսպես իրենց, այսպես ասած, բնակարանով ապահովելու հարցը եւ այլն են բարձրաձայնում գերիների հարցը, Արցախ վերադարձի, առհասարակ Արցախը օրակարգում թողնելու եւ օրակարգից դուրս չհանելու հարցն են պահանջում, որպեսզի իշխանությունների համար մնան ինչպես ասենք քննարկման առարկա եւ չմոռացվի, բայց այսօր տեսնում ենք, որ որևէ արդյունք չկա, ես գիտեմ, որ դուք էլ միշտ մեր արցախցիների կողքին եք, սատարում եք նրանց եւ բոլոր նորմալ հայերի մասին է խոսքը, առհասարակ այս մեր արցախահայության խնդիրները ըստ ձեզ որևէ կերպ լուծում կստանան այս իշխանությունների օրոք, որովհետեւ նրանց վարած քաղաքականության հետևանքով է, որ այսօր մեր արցախցիները տնավեր են մնացել։ Այո, նրանց վարած քաղաքականության հետևանքով է այս վիճակը ստեղծվել եւ անկախ հարցը պետք է մենք այդպես չդնենք, կստանան լուծում թե չեն ստանա, պետք է պայքարել եւ արցախցիները այսօր իրենց գոյության համար են պայքարում, իրենց եւ որպես մարդ տեսակ եւ որպես հայ, որպես տեսակ իրենց տեսակի համար են պայքարում, իրենց իրավունքների համար են պայքարում եւ Երևան քաղաքը ինչպես յուրաքանչյուր վանաձորցու, իջևանցու, գյումրեցու, մեղրեցու, գորիսեցու համար է Երևան քաղաք, մայրաքաղաք, այստեղ կարող է իր իրավունքը իրականացնել, այնպես էլ յուրաքանչյուր արցախցու եւ ընդհանրապես յուրաքանչյուր բնակավայրի X բնակավայրի հայ Y բնակավայրի նկատմամբ ունի իրավունք, հավասար իրավունք։ Եվ այս հիմքի վրա ատելության խոսք տարածողները, արցախցիների հանդեպ ատելություն հրահրողները, որոնք քիչ չեն նաև իշխանական, հենց անմիջապես իշխանական վերնախավի շրջանակներից, թող լավ իմանան, որ գալու է ժամանակ, որ իրենք քրեական պատասխանատվություն են կրելու հենց այդ ատելության խոսքի համար, որ ներազգային թշնամանք են հրահրում եւ իրենք այդ ամեն ինչի համար թող շատ լավ իմանան, որ պատասխանատվություն են կրելու, շատ ծանր պատասխանատվություն են կրելու այդ ամեն ինչի համար, թող լավ իմանան։ Իրենց կարող է հիմա չի թվում այդպես։ Միշտ էլ մարդուն թվում է, որ այս վիճակը ինչ որ կա իրենց համար հավերժ է լինելու, բայց այդպես չի լինելու։ Թող շատ լավ իմանան այդ մասին եւ համապատասխան Facebook-յան գրառումը կամ կոմենտը անելիս կամ վիդեոն անելիս թող հիշեն, թող մի հատ, այո, պաուզա տան ու հասկանան։ Դա պահպանվում է, մարդիկ չեն մոռանում, ամեն ինչ ֆիքսում է, շատ լավ։ Պարոն Սողոմոնյան, ապրիլի 12-ին դուք գտնվում էիք Մայրբուհում, ԵՊՀ-ում, որտեղ Չէ, Մայրբուհում չենք։ Այլ վայրում էինք։ Հա, ես մտածեցի Մայրբուհում է եղել այդ միջոցառումը։ Ոչ, ես չէի կարող Մայրբուհին դիմել, որովհետև հայտնի պատճառներով, որ Մայրբուհը ինձ ուղղակի հեռացրել է քաղաքական հայացքից։ Հենց շատ, բայց ես ինչի մտածեցի, որ Մայրբուհում է եղել ռեկտոր, երջանկահիշատակ ռեկտոր Արամ Սիմոնյանի 73-րդ տարեդարձի առթիվ։ Նախ կխնդրեմ ներկայացնեք, միգուցե շատերը գիտեն, հա, ինչ միջոցառում էր, հա, առհասարակ, եւ ցավոք սրտի, ինչպես դուք նշեցիք, այդ քաղաքական հայացքների, ասենք թե տեսակետ արտահայտելու համար ցավոք սրտի դուք հեռացվել եք Մայրբուհից, նաև վերջում կխնդրեմ ասեք, եթե դատական, գիտեմ որ դատական, հա, այսպես գործ է ընթանում, ինչ ընթացքի մեջ։ Շատ լավ։ Շատ շնորհակալություն այդ թեմայի համար, ինձ համար սրտամոտ թեմայի վերաբերյալ։
Ես չեմ ուզենա Արամ Սիմոնյանի հետ կապված թեմային քաղաքականություն խառնել, որովհետև հատկապես նրա Հոբելյանը, նրա 70-րդ տարեդարձն էր ապրիլի 12-ին Լրանում, նրա Հոբելյանը շատ ավելի բարձր նպատակների համար է արվել, քան ինչ-որ քաղաքական թեմաներ։ Իհարկե չէր կարող դա այդ հանգամանքը շրջանցվել, նրա կենսագրության մի կարևոր մասը նրա հանդեպ գործադրված ճնշումներն են քաղաքական։ Բայց ավելի շատ միջոցառումը նպատակ ուներ եւ նրա մասին ֆիլմը, որ ստեղծվել է, նպատակ ուներ մի կողմից լրացնելու այն բացը, որ գոյություն ուներ Արամ Սիմոնյանի որպես ռեկտոր կատարած մեծ աշխատանքները, մեծ գործերը համալսարանում, նրա գիտական վաստակը, հատկապես կապված Զանգեզուրի գոյապայքարը գիտականորեն լուսաբանելու հետ կապված եւ որպես մարդ նրա կերպարը, սա մի կողմից եւ մյուս կողմից տարիներ շարունակ հետեւողական ձևով տարբեր լրատվամիջոցների կողմից նրան թիրախավորելով եւ նրա թերագնահատված վիճակը, թերարժևոր հանրայնորեն թերագնահատված վիճակի միջև այդ բացը լրացնելու խնդիր էր դրվել մեկ եւ երկրորդ հերթին նա իսկապես փայլուն կերպար էր, մեծատառով մարդ էր եւ որպես մարդ ուներ առաքելություն անընդհատ վերև բարձրանալու, անընդհատ կատարելագործվելու, անընդհատ վեհանալու եւ իր հետ վեհացնելու նաեւ այն մարդկանց, ովքեր որ թե իր շրջապատում էին անմիջապես նրանց հետ շփումներով, նրանց հետ զրույցներով, նրանց աջակցությամբ եւ թե առհասարակ ուսանողներին դեպի վերև տանելու, վեհացնելու, նրանց այս գլոբալացման պայմաններում նյութապաշտության տարածման համատեքստում ավելի հոգևոր, ավելի վեհ նպատակներ փոխանցելու համար, որովհետև հենց արցախյան այցերը, ծառատունկերը, որին որ մասնակցում էին ուսանողները, հայրենաճանաչության այդ ամբողջ գործընթացը դրա համար էր տեղի ունենում։ Համալսարանում մշակույթի կենտրոն ունենալը, որտեղ որ բարձր մշակույթ էր ներկայացվում ուսանողների, բարձր մշակույթ, հա, ոչ թե զանգվածային մշակույթ, որովհետև վերև գնալը, վեհանալը հենց բարձր մշակույթով է տեղի ունենում, ոչ թե զանգվածային մշակույթը քեզ պահում է, այն ինչ որ մենք փողոցներում լսում ենք տարբեր լադա պրիորաներից ու նիվաներից, ասենք, հա, դա մեզ պահում է ներքև, ինչպես որ նյութապաշտությունն է մեզ պահում ներքև ճահճի մեջ, մեզ չի տալիս որպես մարդ նպատակի առաքելության գիտակցում, իսկ մարդը յուրաքանչյուր մարդ ինքը նպատակով է եկել, իր հետ կապված ծրագրեր գոյություն ունեն, ինքը առաքելություն ունի եւ կարևոր է որ կարողանան բացել յուրաքանչյուր մարդ կարողանա իր համար ձևակերպել այդ իր առաքելությունը։ Երբ որ մարդը կարողանում է այդ իր առաքելությունը ձևակերպել, ինքը շատ ավելի երջանիկ է լինում եւ երջանիկ է լինում։ Կյանքը իր իմաստավորված ձևով է ապրում, որովհետեւ երբ որ չկա այդ նպատակը, մարդը վաղ թե ուշ իրեն հարց է տալիս, ես ինչի համար եմ ապրում։ Լավ, այս մի բանն էլ կերա, այս մի մեքենան էլ քշեցի, այս մի շորն էլ հագա, 10 տուն սարքեցի, 10 տան մեջ ու ես չեմ կարող միաժամանակ քնել։ Հա, հետո մարդու մոտ այդ հիմնարար հարցը ծագում է, առաջանում է։ Իսկ ուսուցիչը առհասարակ խելոք մարդիկ, մեծ մարդիկ նրա համար են, որպեսզի կարողանան օգնեն, որ երիտասարդի մոտ, հա, մարդու մոտ, դիմացինի մոտ, նրանց կողքին կանգնած մարդու մոտ այդ հարցերի պատասխանները ոչ թե ինքը թելադրի այս սա կյանքի նպատակը, այլ փորձի նրա համար ստեղծել պայմաններ, որ յուրաքանչյուր մարդ կարողանա իր գոյությունը իմաստավորի ու իմաստավորի լայն ձևով, իմաստավորի նրանով, որ իր գոյության նպատակը հանրությանը, ժողովրդին, մարդուն ծառայելու համար է, լավ գործ անելու համար է, որովհետև իրականում հենց այդպես էլ կա։ Իրականում, որ եթե
դուք պատկերացրեք մարդը, որ լինի մենակ ու լիուլի նյութական ամեն ինչ ունենա, նա դժբախտ կլինի, այսպես ասած։ Այսօրվա աշխարհը հենց ուզում են, որ այդպիսի մարդիկ լինեն։ Եվ Արամ Սիմոնյանը, ես չեմ ասում, որ Արամ Սիմոնյանը մենակ, բայց իր դիրքում, իր պաշտոնի վրա, իր դիրքում նրա գործունեությունը, նրա ամենօրյա գործունեությունը հանգում էր դրան, որ եւ ուսանողները, եւ դասախոսները ոչ միայն լավ մասնագիտություն կարողանան ստանալ, այլ նաեւ պայմաններ ստեղծվի, որ այդ կրթության, այդ մասնագիտության էթիկական կողմի հետ կապված իրացվի։ Շատ կարևոր։ Ինչի համար եմ ես ստանում միջազգային հարաբերություններ կրթություն, ինչի համար եմ ես ստանում, չգիտեմ, միկրոէլեկտրոնիկայի կրթություն կամ բջջաբանի գենետիկի կրթություն, ինչին ծառայեցնելու համար, միայն իմ անձին ծառայեցնելու համար, թե հանրությանը, պետությանը հանրօգուտ դարձնելու համար։ Այդ ամեն ինչը անհրաժեշտ էր ներկայացնել մատաղ սերնդին, որպեսզի մի փոքր ազդեցություն էլ անգամ եթե ունենա դա, հենց դա է կյանքի իմաստներից մեկը, որ մարդը անում է մի բան, լավ բանը անում է, որպեսզի դա ինչ-որ մեկի մոտ ծիլ տա, ինչ-որ մեկի մոտ ազդեցություն ունենա, եւ մյուս կողմից էլ մենք պետք է, քանի մեծանում ենք, մենք հասկանում ենք, որ մեծերին պետք է արժևորել, մեծերին պետք է գնահատել, պետք է ընդհանրապես մարդու արածը կարողանալ գնահատել, որովհետև յուրաքանչյուր մարդ էլ ուզում է, որ գնահատված լինի, անկախ նրանից ինքը մեծ բան է անում, թե քիչ բան է անում, երբ որ գնահատվում է, մարդը դրանով ձգտում է ավելի լավ անել, ավելի շատ անել, ավելի շատ անել։ Եվ մեր մեծերին, որոնք որ հատկապես նրանք, որոնք որ քաղաքական պատճառներով մեղմ ասած թերագնահատված են եղել հանրայինորեն, մենք կարողանանք այդ ճեղքվածքը հաղթահարել, այդ բացը լրացնել։ Եվ իմ հետ կապված, այո, իմ հետ կապված գործընթացի մեջ է եւ մասնակ դատական, դատա իրավական գործընթացների հետ կապված բաներ չասեմ, բայց համենայն դեպս ես վճռական եմ, ես շարունակում եմ պայքարել, ես վերադառնալու եմ Երևանի պետական համալսարան։ Դա էլ իմ առաքելությունն է, եթե ձեր օգտին լինի, հա, վճիռը դուք պատրաստական եք կրկին վերադառնալ Մայրբուհ։ Իհարկե, ես այդպես եմ սկսել, ես Մայրբուհով եմ սկսել, ես Մայրբուհով եմ մարդ դարձել, այսպես ասած, ես շնորհակալ եմ Մայրբուհին, հենց Արամ Սիմոնյանին եմ շնորհակալ, ես Գուրգեն Մելիքյանին եմ շնորհակալ, մեր մյուս դասախոսներին եմ շնորհակալ, որոնց կողքից տեսնելով, որոնց գործունեությունը տեսնելով, նրանց նվիրումը տեսնելով, իմ մեջ էլ է ինչ-որ մի բաներ եղել, որ դու էլ պետք է կարողանաս քո գործունեությունը ծառայեցնես, որովհետև Մայրբուհը կամ հա կրթությունը այն փող աշխատելու տեղ չի։ Բայց այդ կրթության բնագավառը այնպեսի բնագավառ է, որտեղ դու երջանկանում ես եւ երբ որ քո արածը դու տեսնում ես, որ բարի նպատակների է ծառայում, երբ որ դու էլ ինչ-որ մի ձևով դու ինքդ ես մաքրվում, դու ինքդ ես կատարելագործվում եւ երիտասարդներին էլ ես փորձում տանել այդ ճանապարհով, վերև բարձրացնել։ Հա, եւ չի կարող այդպես լինել, որ ես կտրված մնամ կրթության ոլորտից։ Դա ինձ համար աննորմալ կլինի, ես պետք է շարունակեմ եւ դասախոսի համար դա պատկասում ինչպես այդպես, չգիտեմ, բան չի, որ ասենք ընդհանրենք, չգիտեմ, խփեցիր ես մեքենան, դե լավ ուրիշ մեքենա կքշեմ, լավ ուրիշ գործ կանեմ, այդպես չի լինի, չէ։ Շատ լավ, ուսանք արդարությունը կվերականգնվի, պարոն Սողոմոնյան։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր հարցազրույցի, վերլուծության եւ փոքրիկ դասախոսության համար նաեւ։ Զրուցում էինք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ, այսպիսին էր դիտակետը։ Կհանդիպենք։